ցիկլային համավարակի հաջորդ փուլը, որը կոչվում է sparse pandemic, սա ուրեմն նոր վիրուսի ծրագրի նախապատրաստությանը վերաբերող ամբողջ փաստաթուղթն է, որը ինչպես COVID-ի ժամանակ, այնպես էլ այս դեպքում իրականացրել է Հոփկինսի ինստիտուտը, դա սիմուլյացիաներ են անում, այնտեղ, այսինքն փորձարկում են տեսական մակարդակով, թե այդ գիտաժողովի պես բան է, դա հավաք է, թե ինչպես պետք կարող է անցնի այս ամեն բանը վիրուսը եւ իրենք նախապես ինչպես COVID-ի համար էին արել, Ռոքֆելլերի սա նախքին COVID-ի համար նախատեսվածներ, 3 սցենարը եղել եւ Ռոքֆելլերի կենտրոնը ֆինանսավորել է սա եւ Ռոքֆելլերի կենտրոնն է նաեւ եղել դրա հիմքում եւ առաջի քայլը կոչվում է քայլի փակում, մի սցենարը իրականացվել է մեր դեմ։ Այն ժամանակ դա փորձարկում իրականացվեց, իրենց կողմից սխալները իրենք որոշեցին եւ հիմա նախատեսված է սա։ Այս ծրագիրը նախատեսված է 20-ից 25-ից 28 թվականներին։ Բայց քանի որ այս պահին իրենք մտավախություն ունեն Միացյալ Նահանգների կառավարության եւ առողջապահության համակարգի կառավարիչների իրենց ծրագրին ենթարկվելու բացարձակ ենթարկելիության գործում իրենք կասկածում են, իրանք մի փոքր հետաձգում են այս process-ը, բայց նախատեսված է առաջիկայում ինչքանով իրանք կհետաձգեն, ինչ կանեն, նախատեսված է նոր վիրուսի նոր ուրեմն ծրագիր, նոր վիրուսի արհեստական, այսպես ասած, համավարակի հրահրում աշխարհի համար։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ մի չափազանց կարևոր խնդրի, որը կոչվում է կամ գերակա միջոցի, որի շեշտադրմամբ գլոբալ խորքային պետությունը կամ վերպետական ուրեմն ամբողջ այդ իշխանությունը հետևողականորեն աշխարհի մասշտաբով իրականացնում է այդ process-ը։ Դա գերակա էլեկտրոնային միջոցների կամ թվային միջոցների ներդրումն է աշխարհում, նաև Հայաստանում է այդ ներդրումը, սա ինչ է նշանակում, նշանակում է ամբողջ հասարակության կյանքում, հասարակական բոլոր ոլորտներում հիմնային որպես հարկադրել թվային բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական կոմպյուտերային տեխնոլոգիաները, համակարգերը, ինտերնետը, ուրեմն բջջային ամբողջ այդ միջոցները, էլեկտրոնային այն միջոցները, որոնք կրում են մարդու անձնական տվյալներ եւ այլը, եւ սա հասարակությանը, այսպես ասած, տվյալների գեներացիայի արտադրության ուրեմն մշակման, պահպանման եւ հաղորդման մեթոդները որպես կյանքի հիմքում դնելու հարկադրանք է։ Թվայնացումը դա է։ Թվայնացումը կյանքի արագ տեմպի հետ համընթաց գնալ է։ Այդպես են ասում, առաջընթաց։ Ուրեմն մարդկանց մեջ իրենք մցրել են այն գիտակցությունը, որ սա առաջընթաց է, մարդկությունը ինքը առաջընթաց է ապրել տեխնիկական եւ այլը եւ ինքը իր ցանկությամբ իր կյանքը բարելավելու ուղղությամբ համար, այսպես ասած, դնում է իր կյանքում այդ գործիքները, բայց ես ասեմ, որ իրականում դա այդպես չէ, իրականում ինչպես է, հետեւյալը, օգտագործվում է հետեւյալ խայծերը, որ կառավարման ասում են, որ այդ գործիքները կառավարման արդյունավետությունն է բարձրացնում, ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունն է մեծացնում, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, կրճատում է ծախսերը եւ այլն։ Դրա մեջ կա որոշակի ճշմարտություն, այնպես չի, որ դա բացարձակ սուտ է, բայց դրա դա պատրվակներն են, դրանք խայծ գաղափարներն են, որոնց միջոցով խայծ պետության իշխանությունների համար եւ իշխանությունների կողմից հասարակությունների համար, բայց դրա հետևում կանգնած է մի ուրիշ նպատակ, որը ենթակա է, այսպես ասած, վերպետական գլոբալ իշխանության հայեցակարգին։ Ինչ նպատակ է դա։ Դա աշխարհի մասշտաբով ամբողջ հասարակության կամազրկման, մարդկանց ուրեմն էլեկտրոնային գործիքների միջոցով վերահսկումից տիրապետման տանող գործընթաց է, մարդկանց ընդհանրապես սոցիալական վարքը, քաղաքական վարքը, ակտիվ վարքը պասիվացնելու, մարդկանց մանիպուլացնելու, ուրեմն թվային դրամ ներդնելու կամ կանխիկ դրամ ընդհանրապես շրջանառությունից հանելու եւ ընդհանուր առմամբ տեխնոլոգիական բռնապետություն ստեղծելու ուրեմն նպատակ է դա հետապնդում։
Հիմա ես դրա հիմքերի մասին կխոսեմ, կկարդամ փաստաթղթեր, այսինքն սրա նպատակը վերջնական շատ մոտ ապագայում նախատեսված է եղել մոտավորապես 70-ից 80 տարվա ընթացքում դա անել։ Ուրեմն բոլոր պետություններից կամ պետությունների գերակշիռ մասից, որտեղ որոշվում են ընդհանրապես աշխարհի պատկերն ընդհանուր այդ պետություններով որոշվում, կանխիկ դրամի շրջանառությունը հանելն է նպատակը եւ մարդկանց բացարձակ էլեկտրոնային համակարգի գլխին կանգնած գլոբալ ղեկավարության հարկադրանքի ներքո պահելը, հարկադրանքի ներքո որպես ստրուկ, որպես կամազուրկ, ուրեմն եւ ընդհանրություն ազգերը, հասարակությունները եւ մարդիկ որպես անհատներ։ Հիմա ես ուզում եմ մարդիկ, ես միջև այդ փաստաթղթերը կարդալը, ես ուզում եմ, որ ինձ լսողները իմանան, որ ես նպատակ չունեմ մարդկանց վախեցնելու, բացարձակապես ես հայ մարդ եմ, զուտ գիտության ներկայացուցիչ, գիտական հետազոտող, եւ բավական երկար տարիներ ես խորը ուսումնասիրություններ եմ անում աշխարհաքաղաքականության բնագավառում եւ ուզում եմ, որ այս իմ ասածները մարդիկ ընդունեն որպես վտանգավոր, շատ խիստ վտանգավոր գործընթացների կասեցման ուղղված քայլ եւ որ իմանան նաեւ, որտեղ մարդիկ որ լսում են հարցազրույցներ, իրենք անդադ փորձում են գտնեն երկու հարցի պատասխան, այս մարդը ում մարդն է եւ որ պետությանն է միտված։ Ես ասեմ, որ ընդհանրապես որևէ անձ չեմ ներկայացնում, որևէ ֆինանսական կլան, որևէ կուսակցություն, որևէ քաղաքական ուժ, որևէ այլ պետություն, ես հայ մարդ եմ, գիտությամբ զբաղվող եւ ուզում եմ այն գիտելիքներ, այն իմացությունը, որը այս ժամանակների ընթացքում ինձ հասանելի է եղել, օգտակար լինեմ դրանով իմ ազգին։ Ինչ վերաբերում է այս կամ այն երկրի միտվածությանը, ես ոչ արևմտամետ եմ, այսինքն ոչ եվրոպամետ, ոչ ամերիկամետ, ոչ ռուսամետ եմ, բացարձակ ես միտված եմ ազգային մեր պետության ստեղծմանը, մեր էֆեկտիվ պետության ստեղծմանը, ազգային գաղափարաբանության հենքի վրա, գաղափարախոսության հենքի վրա էֆեկտիվ քրիստոնեական նորմալ պետության ստեղծմանը հզոր։ Հիմա, այսինքն որպեսզի ուրիշ բաներ չփնտրեն, այլ այն ինչի մասին ես խոսում եմ, մեկը փնտրելու են գրելու են։ Դե հիմա ես ուզում եմ խոսենք մենք կարևոր մի իրողության մասին եւ խնդրում եմ ուշադիր լինեն այս իմ ասածներին նաեւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարները, որտեղ այս ինչ որ ասում են վերաբերում է նաեւ իրենց ընտանիքների, իրենց սերունդների պաշտպանությանը, իշխանությանը գտնվող անձերին, այդ քաղաքական կուսակցությունները, ընդդիմություն, չգիտեմ, քաղաքական մոլագարներ, որ հետևողականորեն ձգտում են իշխանությանը ամեն բանի ոչինչի առաջ չառնելով կամ քաղաքական ամբիցիաներ ունեցող տարբեր խմբերի, ուզում եմ ուշադիր եղեք լինեն այն մտքերին, ինչ որ հիմա ես կասեմ։ Ուրեմն ես ուզում եմ կարդալ Եվրոպական հանձնաժողովի համար գիտության, էթիկայի եւ նոր տեխնոլոգիաների գծով Եվրոպական խմբի համար 20 եզրակացությունը էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար ստեղծելու մասին Եվրոպական միությունում։ Այս եզրակացությունը հավանությանը արժանացել, փաստաթուղթը ընդունված է 16/03/2005 թվականին եւ հավանության է արժանացել Եվրամիության, ուրեմն Եվրոհանձնաժողովի կողմից, կառավարության կողմից Եվրոպայի, ինչ է գրված այս փաստաթղթում։ Այսինքն սա փաստաթուղթ է, որը իրենց կառավարման քաղաքականության հիմքում է դրված։ Ժամանակակից հասարակությունը երես առ երես կանգնել է փոփոխությունների առջև, որոնց պետք է ենթարկել մարդկության էությունը։ Այսինքն, ասում է, փոփոխություններ պետք է լինեն, որոնց պետք է մարդկության էությունը ենթարկենք, ոչ թե փոփոխությունը պետք է ենթակա լինի մարդու էության բարելավմանը, մարդ տեսակի բարելավմանը, կատարելագործմանը, այլ մարդուն մենք պետք է այդ փոփոխություններին ենթարկենք։ Ահա առաջընթացի հերթական փուլը։ Տեսահսկողության, կենսաչափության օգնությամբ դիտելու արդյունքում, ինչպես նաև մարդու մարմնում ներդրված տարբեր էլեկտրոնային սարքերի, մաշկատակի չիպերի եւ սմարթ նշանների դրոշների միջոցով մարդկային անձերը կփոխվեն այն աշճան, որ նրանք ավելի ու ավելի կվերածվեն ցանցային անձերի։ Նրանք մշտապես
հնարավորություն կունենան ժամանակ առ ժամանակ ստանալ եւ փոխանցել, հաղորդել վերահսկելու եւ գնահատելու ենթակա տեղաշարժը, սովորությունները, կապերը, շփումները, թույլատրող ազդանշաններ։ Այսինքն ասում է, որ մարդկանց մարմնի մեջ մենք պետք է տեղադրենք էլեկտրոնային սարքեր, տարբեր էլեկտրոնային միջոցներով մենք պետք է այդ սարքերը ազդանշաններ պետք է տան մարդու վարքի, ընդհանրապես կապերի, սովորությունների, տեղաշարժերի մասին, պետք է գնահատվեն, ով պետք է գնահատի այդ համակարգը տնօրինողը, պարզա, այդ տեղաշարժերը, սովորույթները, կապերը եւ թույլատրվի այդ տեղաշարժերը, կապերն ու սովորույթները։ Եվ շարունակում է. դա կփոխի մարդու ինքնավարության նշանակությունը եւ բովանդակությունը։ Այս դեպքում կփոխվի մարդկային արժանապատվության հասկացությունը։ Հասարակության փոխակերպությանը համապատասխան անձի հիմնարար բնական իրավունքների որոշ խախտումները ուղղակի անհրաժեշտ են եւ բոլորովին չեն նսեմացնում նրա արժանապատվությունը, ինչպես նաեւ նրա սահմանադրական իրավունքներն ու ազատությունները։ Այսինքն ասում է,